Ռուսներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սումի մարզի Կոմարովկա բնակավայրը։ Ռուս-ուկրաինական մարտական գործողությունները շարունակվում են գրեթե ամբողջ ճակատում, սակայն էական առաջխաղացումներ չկան։ Զելենսկիի բանակը հիմնականում պահպանում է պաշտպանական դիրքերը, սահմանափակելով հակագրոհները։ Ռազմական գործողությունների ընթացքին ազդում է ձմեռը։ Ամբարի նպաստի եղանակը խոչընդոտում է տեխնիկայի տեղաշարժը և սահմանափակում երկու բանակների գործողությունները։ Ռուսաստանը փորձում է օգտագործել դժվար պայմանները ճնշումը հակառակորդի վրա մեծացնելու համար։ Մոսկվան լայնածավալ հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Միայն այս գիշեր գրոհել է մոտ 300 անօդաչուներով ու 18 հրթիռներով։ Շարքից հանելով ռազմավարական ենթակառուցվածքներ Ուկրաինայի 8 շրջաններում, այդ թվում Կիևում, Խարկովում, Դոնեցկում և Օդեսայում։ Առավոտյան էլեկտրաէներգիայի և ջեռուցման մատակարարումը վերականգնվել է Կրիվոյ Ռոգում։ Գիշերը ռուսական հարվածների հետևանքով 45,000 բաժանորդ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, 700 տուն առանց ջեռուցման։ Երկրում էլեկտրաէներգիայի և կենտրոնական ջեռուցման համատարած խափանումներ են։ Ուկրաինայում այսօր ջերմաստիճանը -20 է, արևմտյան քաղաքներում -10։ Ըստ օդերևութաբանների, առաջիկա օրերին սառնամանիքը չի նահանջի։ Մեկ մարդ զոհվել է 4-ը, այդ թվում 4 տարեկան երեխա վիրավորվել են Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչուների հարվածներից։ Մարզի ղեկավար Յուրի Սլյուսարի խոսքով օդային հարձակումը հետ է մղվել մարզի 10 շրջաններում, այդ թվում Ռոստովում, Նովոչերկասկում և Վոլգոդոնսկում։ Պատերազմը կարծես մտել է մաշեցման փուլ, հաղթանակը չափվում է ոչ թե տարածքներով, այլ դիմակայելու կարողությամբ, նաև սաստիկ եղանակային պայմաններում։ Գրեթե աննկատ է առաջընթացը դիվանագիտական հարթակում։ Ուղիղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փաստացի չկան։ Կողմերը շփվում են միջնորդների միջոցով, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ միջազգային դերակատարների մասնակցությամբ։ Պոլիտիկոն հղում անելով իր աղբյուրներին գրել է, որ Եվրոպան ցանկանում է Ուկրաինայի հարցով նշանակել իր սեփական հատուկ ներկայացուցչին։ Հնարավոր է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը դաշնակիցներին ներկայացնի բանակցություններում։ Bloomberg News-ը հայտնում է, որ մինչև ամսվա վերջ Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու են պատրաստվում մեկնել Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ ԱՄՆ պաշտոնյաները Պուտինին և նրա թիմին պետք է ներկայացնեն խաղաղության առաջարկների վերջին նախագծերը։ Բոլոր նախաձեռնությունները, որ Եվրոպան քննարկում է, այդ թվում Փարիզում Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ, ուղղված են պահպանելու այսօրվա ֆաշիստական ռեժիմը Ուկրաինայի այն մասում, որը նրանք հույս ունեն կմնա իրենց վերահսկողության տակ կարգավորումից հետո։ Իսկ այդ ռեժիմը անխոս ենթարկվում է Արևմուտքի կամքին, առաջին հերթին Բրյուսելի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, որոնք բաց խոսում են, որ պատերազմ են ուզում Ռուսաստանի Դաշնության հետ։ Սպիտակ տունը դեռ չի արձագանքել Reuters-ի այս թեմայով հարցմանը։ Փորձագետները 2026-ից մեծ ակնկալիքներ չունեն։ Նրանց գնահատմամբ տարին ռուս-ուկրաինական հակամարտության համար սկսվել է ոչ թե լուծումներով, այլ նույն չլուծված հակասություններով, որոնք շարունակում են սնուցել թշնամանքը։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։